Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 15-ն է, երեկ երեկոյան մենք հաղորդում չենք պատրաստել, դրա համար շատ հարցեր են կուտակվել քննարկելու։ Գիտեք, Իրանի եւ Իսրայելի միջև շատ լուրջ հիմա պատերազմական գործողություններ են ընթանում, երեկ եւս կատաղի պատերազմական գործողություններ են ընթացել, ինչի մասին պետք է հիմնականում խոսենք։ Բայց քանի որ երեկ, ինչպես արդեն նշեցի, երեկոյան հաղորդում չենք արել, կարևոր է նշել, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հայաստանը իր աջակցությունն է հայտնել, բայց այստեղ հաղորդագրության մեջ ավելի նուրբ է գրված եւ դա շատ ճիշտ է։ Դրանից բացի արտգործնախարարները քննարկել են, թե այս իրավիճակում ինչպես կարելի է կառավարել տարածաշրջանային ռիսկերը եւ ինչ պետք է անել, որպեսզի սրումներ չառաջանան եւ դրանք կանխարգելեն։ Այսինքն իմ համոզմամբ խոսքը միանշանակ վերաբերվել է նաեւ հայ-իրանական սահմանին եւ այն հարցերին, որոնք որ հիմա մեզ բնականաբար շատ են հետաքրքրում, քանի որ այս պատերազմը կարող է մեծ եւ լուրջ վտանգներ առաջացնել Հայաստանի համար։ Մենք երեք մանրամասն անդրադարձել ենք, թե ինչ վտանգներ կան այս պատերազմից, այն որ բոլորը խոսում են, որ կարող է հարձակում տեղի ունենալ ադրբեջանական կողմից, թուրքական կողմից, դրանից բացի մենք քննարկել ենք, թե էլի ինչ վտանգներ կան, եթե չեք նայել մեր երեկվա հաղորդումը, անպայման նայեք։ Ուղղակի հիմա տեղի ունենում այն, ինչը ճիշտ ասած լուրջ մտահոգություններ առաջացնում այն առումով, որ Իսրայելը արդեն սկսել է թիրախավորել էներգետիկ համակարգը, Իրանի էներգետիկ համակարգը եւ հնարավոր է արդեն էներգետիկ համակարգից հետո կոնկրետ անցնեն նավահանգիստներին։ Եվ եթե նավահանգիստները եւս սկսեն ռմբակոծել, դա նշանակում է այն, որ Հայաստանի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվելու։ Հայաստանը չի կարողանալ օգտվել այլևս նորմալ ձևով չի կարողանալ օգտվել իրանական նավահանգիստներից։ Դրանից բացի երեք արդեն վտանգավոր հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիհմետ Գաջիևը, նա կրկին խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին եւ ասել է, որ մենք Հայաստանից կոնկրետ քայլեր ենք ակնկալում այդ ուղղությամբ։ Ու նա նշել է, որ իբր նրանք չեն ձգտում, որ Հայաստանը իզոլացվի ու սպասում են Հայաստանին ինչ-որ պատասխան։ Այսինքն մենք արդեն կամաց նկատում ենք եւ դա շատ բնական է ինչ-որ միտեղ, դա կանխատեսելի էր, որ Ադրբեջանից արդեն կրկին լսելու են հնչել այդպիսի պահանջներ, Զանգեզուրի միջանցք եւ այլն, բայց մենք շատ լուրջ պետք է հետևենք, թե ինչ ձևով են զարգանում իրադարձությունները, քանի որ հիմա տեսնում ենք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները, իսկ դրանք շատ հստակ են, որ պետք է այս պատերազմը ավարտվի, պատերազմը պետք է ավարտվի նաեւ Ուկրաինայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները միայն բանակցությունների կողմնակից են։ Այս հարցին եւս մենք անպայման ավելի մանրամասն կանդրադառնանք, բայց հիմա խոսենք, թե ինչ է երեք տեղի ունեցել Թեհրանում ամբողջ օրը Իսրայելը ամբողջ օրվա ընթացքում ռմբակոծել է Թեհրանը։ Նրանք հայտարարում են, որ հրթիռային զորքերն են շարքից հանել Իրանի։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թեհրանը այլևս չի կարողանալու խոչընդոտել օդում իրենց գործողություններին իբր շատ կարևոր է այդ խոսքը նշել իբր Իրանի հակաօդային ուժերը շարքից դուրս են եկել եւ այլևս Թեհրանը անպաշտպան է, բայց մենք տեսանք, որ երեկոյան արդեն իրանական հոպը շատ էլ էֆեկտիվ էր սկսում աշխատել, ու էֆեկտիվ ասելով համեմատության մեջ էֆեկտիվ, քանի որ մենք հասկանում ենք, որ տեխնոլոգիական առավելությունը նախ Իսրայելի կողմում է եւ դրանից բացի ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաեւ ֆինանսական հնարավորությունները շատ մեծ են Իսրայելի ու դրանից ելնելով նաեւ հետախուզական տվյալներ եւս, այսինքն ամեն առումներով Իսրայելը ունի առավելություն, բայց նույն ժամանակ կարևոր է նշել, որ այնուամենայնիվ Թեհրանը կարողանում է պաշտպանել ինչ-որ չափով, կարողանում է պաշտպանել իր օդը։ Համենայն դեպս կան բազմաթիվ կադրեր, որտեղ որ Թեհրանը կարողանում է օդային պաշտպանություն կազմակերպել։ Նետանյահուն էլ նոր հայտարարությամբ է հանդես եկել, ասում է, որ մենք լուրջ հարվածներ ենք հասցրել Իրանի ատոմային օբյեկտներին, Իրանը այլևս չի կարողանալու հարստացնել ուրանը, բայց անկեղծության համար պետք է նշենք, որ թե Նատանզիում եւ թե Ֆորդեում
Այնուամենայնիվ հնարավոր է, որ ամբողջովին չի կարողացել խոցել Իսրայելը, քանի որ նկուղային շատ լուրջ հարկեր կան այդտեղ, բայց կա ինչ-որ ռադիացիոն ֆոն, ինչը նշանակում է, որ Իսրայելին մասամբ հաջողվել է շարքից դուրս հանել Իրանի ատոմային ծրագիրը։ Դա եւս կարևոր է նշել, բայց հաշվի առնելով այն, որ Իսրայելին Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենամեծ խումբերը չի մատակարարել, որոնցով որ ամբողջությամբ հնարավորություն կունենար Իսրայելը ոչնչացնել Իրանի ատոմային օբյեկտները, ամբողջովին դրանք շարքից դուրս չեն եկել։ Դրա համար արդեն սկսել է հարվածներ հասցնել էներգետիկ համակարգին։ Ինչպես արդեն նշեցի, տարբեր արդեն կարևոր ենթակառուցվածքներ է Իսրայելը նաև թիրախավորում, երեք նաև Իսրայելը հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Պարս գազային հանքավայրին։ Եթե կրկնեմ անցնեն արդեն ենթակառուցվածքները ոչնչացնելու գործին, Իրանը կարող է նաև ինչ-որ միտեղ քարե դարում հայտնվել, ինչը շատ վատ է մեզ համար։ Իրանը դադարեցնում է իր հարաբերությունները ՄԱԳԱՏԵ-ի հետ։ Դա եւս հետաքրքիր եւ կարևոր տեղեկություն է, դրանից բացի Իրանը այսօր չի մասնակցի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նախատեսված բանակցություններում, այսինքն հրաժարվում բանակցային գործընթացից, նաև Իրանի արտգործնախարարը հերախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ, հետաքրքիր է, որ կապերը այնուամենայնիվ Եվրամիության հետ պահպանվում են, եւ Կայա Կալասին եւս ասել է, որ Իրանը հրաժարվում է բանակցային գործընթացից։ Եվրամիությունը ընդհանուր առմամբ ճիշտ է կարծես թե զգացնել է տալիս, որ ավելի իսրայելական դիրքորոշում ունի, բայց այնուամենայնիվ ավելի մեղմ է խաղում եւ փորձում է հնարավորինս դիստանցավորվել այս կոնֆլիկտից։ Լավի ու վատի մասին գնահատականներ չեմ կարող տալ, բայց տեսնում ենք, որ իրանական կողմը շփվում է Եվրամիության ներկայացուցիչների հետ, դա բնականաբար շատ լավ է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նոր հայտարարություն է երեկ արել, որ եթե Իսրայելը համարձակվի կրկնել իր ագրեսիան, ապա կբախվի Իրանի զինված ուժերի ավելի կոշտ պատասխանի հետ։ Հիմա խոսենք, թե ինչ պատասխան է տվել Իրանը գիշերը Իսրայելին։ Դա եւս շատ կարևոր է։ Իմ գնահատմամբ այս պատասխանը ավելի ցավոտ եւ ուժգին է եղել, քան նախորդ գիշեր։ Հաշվի առնելով այն, որ զոհերի քանակը շատ է Իսրայելում, նախնական տվյալներով արդեն 8 զոհ կա, ինչպես նաև բազմաթիվ վիրավորներ կան, բազմաթիվ ավերված շենքեր եւ շինություններ կան նույնպես Իսրայելում։ Դրանից բացի Իրանը երեկ թե առաջին անգամ, ամենայն դեպս ես այդպես եմ հասկանում, որ առաջին անգամ գերձայնային հրթիռներ եւս օգտագործել է Իսրայելի նկատմամբ։ Դրա կադրերը եւս կան եւ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես մեծ արագությամբ հրթիռը հարվածում է իսրայելական քաղաքներին։ Ու քանի որ Իսրայելը թիրախավորել էր էներգետիկ համակարգը, ենթակառուցվածքները Իրանը այս հրթիռային հարվածներով նաև պատասխան է տվել Իսրայելին, հարված հասցնելով Հայֆայի նավթավերամշակման գործարանին, այսինքն Իսրայելը եւս լուրջ դժվարությունների է բախվելու շուտով, եթե շարունակի այդ նույն քաղաքականությունը եւ վնաս հասցնեն էներգետիկ համակարգին եւ կարևոր ենթակառուցվածքներին։ Այսինքն Իրանը եւս փաստացի վիճակի է լուրջ վնաս հասցնել Իսրայելի էներգետիկ համակարգին։ Այստեղ կարևոր է նշել, որ երեք իսրայելական բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ խոսում էին, թե տեսեք Իսրայելը ինչ գեղեցիկ օպերացիա է իրականացնում, նույնիսկ շենքերի մեջ մեկ բնակարաններ է թիրախավորում, որպեսզի շենքում այլ մարդիկ չվնասվեն, մարդիկ չմահանան, բայց հետո մենք նաև երեք կադրեր տեսանք, նոր կադրեր ռմբակոծությունների, որտեղ որ արդեն կան ավերված շենքեր Թեհրանում, ինչը վկայում է նաև այն մասին, որ այս պատերազմը արդեն ավելի կատաղի փուլ է մտնում եւ երկու կողմից արդեն հստակ ձևով թիրախավորվում են նաև բնակելի շենքեր։ Կարևոր է նշել, որ երեք Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, այսինքն Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Թրամփին, որպեսզի շնորհավորի ծննդյան օրվա կապակցությամբ, հասկանալով թե որքան սենտիմենտալ է Դոնալդ Թրամփը եւ ինչքան լավ է ընդունում այդպիսի զանգերը, 1 ժամ խոսել են նրանք եւ հիմնական քննարկման թեման եղել է Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը։ Պուտինը
եւ Թրամփը մտքեր են փոխանակել այդ պատերազմի շուրջ եւ Թրամփը ասում է, որ իրենց կարծիքները համընկնում են, որ այս պատերազմը պետք է շատ շուտ ավարտվի։ Բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը առաջարկել է եւ ցուցադրել է իր պատրաստակամությունը միջնորդ լինելու առումով։ Կարևոր է նշել, որ Թրամփը ըստ իր հայտարարության ասել է, որ ոչ միայն պատերազմը Իսրայելի եւ Իրանի միջեւ պետք է ավարտվի, այլ նաեւ դու եւս պետք է ավարտին հասցնես պատերազմը ընդդեմ Ուկրաինայի։ Կարևոր է այստեղ նշել, որ երեք առաջին անգամ մենք լսեցինք նաեւ Չինաստանի արձագանքը, Չինաստանի արտգործնախարար Վան Ին հերախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ եւ շատ լուրջ ձևով քննադատել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, նշելով, որ դա միջազգային օրենքի խախտում է եւ Իսրայելը շատ լուրջ ձևով խախտել է այն, ՄԱԿ-ի կանոնադրությունն է խախտել եւ այլն։ Եվ նրա խոսքերով սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, կործանարար հետևանքներ կարող է ունենալ այս պատերազմը։ Այսինքն Չինաստանը եւս շատ խիստ եւ լուրջ ձևով դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Այստեղ կարևոր է նշել նաեւ Պակիստանի դերի մասին, պակիստանցիները շատ են իրարանցել եւ հստակ աջակցում են Իրանին ու նաեւ ասում են, որ մենք եւս տեղեկություններ ենք տրամադրել Իրանին, որ Իսրայելը կարող է հարձակվել, դրանից բացի կոչ են անում Պակիստանում, որպեսզի ամբողջ մահմեդական աշխարհը հիմա միավորվի ընդդեմ Իսրայելի, հակառակ պարագայում արդեն ուշ կլինի եւ նրանք ոչինչ չեն կարող անել Իսրայելի նկատմամբ։ Այսինքն Պակիստանը հստակ կոչ է անում, որ ամբողջ մահմեդական աշխարհը համախմբվի եւ դուրս գա միասնական ճակատով ընդդեմ Իսրայելի։ Էրդողանը եւս կոշտ հայտարարություններ է անում, որ պետք է Իսրայելին կանգնեցնել։ Կարևոր է նշել, որ Էրդողանը եւ Դոնալդ Թրամփի միջեւ եւս հերախոսազրույց է տեղի ունեցել եւ այս հերախոսազրույցը բնականաբար հիմնական թեման եղել է Իրանը, բայց ես կարծում եմ, որ այն վերաբերվում է նաեւ ավելի մեծ տարածաշրջան, այսինքն մեր տարածաշրջանի անվտանգությանը միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները սպասում են Թուրքիայից, որ Թուրքիան կձեռնարկի այնպիսի քայլեր, որ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից եւ մենք հասկանում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հիմա չափազանց կարեւոր է, որ հարավային Կովկասում եւս պատերազմ չսկսվի եւ պատերազմ չսկսի Ադրբեջանը եւ դրա համար Դոնալդ Թրամփի հերախոսազրույցը չափազանց մեծ նշանակություն եւ կարեւորություն ունի նաեւ մեզ համար Դոնալդ Թրամփի հերախոսազրույցը Էրդողանի հետ։ Նաեւ թուրքական հեռուստաընկերությունները Իսրայելի աջակից պետությունների շարքում, երբ որ ցուցադրել են այդ սխեման, ներգրավել են նաեւ Ադրբեջանին։ Այսինքն Թուրքիան եւ թուրքերը որոշակի դժգոհություն ունեն ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքորոշումից։ Հիմա սա կեղծ է թե կեղծ չէ, խոսքը քաղաքական վերնախավի մասին է, բայց ընդհանուր առմամբ Թուրքիայի հասարակությունը, Թուրքիայի մտավորականությունը բոլորը դեմ են Ադրբեջանի այդ կեցվածքի պահով։ Կարևոր է նշել, որ Թրամփը նաեւ նոր հայտարարություն է արել Իրանի մասով, ասելով, որ Իրանը կապ չունի այդ հարձակումների հետ, բայց եթե Իրանը հարձակում գործի որևիցե ձևով ամերիկացիների վրա, ամերիկական բազաների, ապա ամբողջ ուժով Ամերիկայի Միացյալ Նահանգները պատասխանելու են Իրանին ամբողջ ուժով։ Բայց նա կրկին կոչ է անում Իրանին բանակցությունների։ Իմ պատկերացմամբ, քանի որ Իսրայելը ունի այն ամենամեծ հրթիռները, ամենամեծ ռումբերը ավելի ճիշտ, որոնցով որ կկարողանա ամբողջովին ոչնչացնել Իրանի ատոմային ծրագիրը, երևի թե դա է ակնարկում Դոնալդ Թրամփը, որ ասում է արի կբանակցենք, հակառակ պարագայում կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս ներգրավեն այդ պատերազմի մեջ, եւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավեն այդ ամենամեծ իրենց ռումբերով, մի քանի տոննանոց ռումբերով, ըստ իրենց տվյալների, երևի դա այդպես էլ կա, այս ռազմական փորձագետ չեմ, այդ ռումբերով կկարողանան խոցել միանգամից մի քանի հարկեր, նույնիսկ ժայռերը կարող է չդիմանան այդ հարվածներին, որ այսինքն այնտեղ նաև կան ժայռային հատվածներ գետնի տակ, ինչը պահում է հիմնականում ատոմային օբյեկտները Իրանի այդ ռումբերից, բայց իսրայելական ռումբերից, բայց ամերիկյան ռումբերը ամենայն հավանականությամբ կարող են նաև փշրել այդ ժայռերը, այդ
բետոնային պատերը եւ հասնել մինչեւ գետնի ամենախորքը եւ ամբողջովին ոչնչացնել Իրանի ատոմային ծրագիրը։ Բայց անկեղծության համար պետք է նշենք, որ իրանական երեկվա հարվածն էլ բավականին հզոր է եղել։ Իսրայելական տվյալներով 61 բնակելի շինություն է վնասվել Իսրայելում, որոնցից 6-ը այնպիսի վնասներ են ստացել, որ այդ շինությունները չեն էլ կարողանալու վերականգնել։ Ու ինչպես նշեցի, Իսրայելում կան նաև բազմաթիվ զոհեր, 8 զոհ է, 8 զոհի մասին այս պահի դրությամբ հայտնի, 35 հոգի կորած են համարվում, նրանց բացի 240 հոգի ունեն վիրավորումներ, այսինքն վիրավոր են։ Նրանց բացի կարևոր է նշել, որ հութիները եւս հարվածներ են հասցնում Իսրայելին, իսկ Իսրայելն էլ ռմբակոծում է, իր հերթին ռմբակոծում է Եմենը։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, ինչի մասին ուզում եմ ես ձեզ այս հաղորդման շրջանակներում տեղեկացնել։ Մեր բոլոր նախորդ վերլուծությունները մնում են ակտուալ այն վտանգների եւ հնարավորությունների մասին, որը որ ստեղծում է այս պատերազմը։ Բնականաբար վտանգները շատ ավելի շատ են, բայց կան նաեւ հնարավորություններ, ուղղակի մենք պետք է հիմա ճիշտ նախապատրաստվենք, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ եւ ինչպես կարող ենք մենք դիմակայել այդ վտանգներին։ Վտանգ համար առաջին կրկին ուղղակի ասեմ շտապ եւ առաջ անցնենք, եթե Իրանի նավահանգիստները հիմա ռմբակոծվեն, դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար բոլոր առումներով, նաեւ զենք զինամթերք ներկայելու առումով։ Համար 2 վտանգը այն է, որ կարող է ներքին խժդարություններ առաջանան Իրանում եւ Ադրբեջան կոչվող այդ շրջանը, որտեղ որ ադրբեջանցիները շատ են բնակվում, Ադրբեջանի նաեւ օգնությամբ եւ Թուրքիայի դուրս գա վերահսկողությունից կամ ինչ որ խառը իրավիճակներ լինեն, ինչը եւս մեծ խնդիրներ կարող է ստեղծել մեզ համար։ Երրորդը այն է, որ կարող են փախստականներ լինել, ճիշտ է ոչ հիմա, բայց մոտ ապագայում Իրանից, որոնք որ կարող են փորձեն գալ նաեւ դեպի Հայաստան։ Չորրորդ վտանգը այն է, որ եթե քաոսի վերածվի հենց Իրանի ներսում, տարբեր տերորիստական խմբավորումներ կարող են իրենց գլուխը վեր բարձրացնել Իրաքի եւ Սիրիայի օրինակով։ Ես ամենավատ սցենարների մասին եմ խոսում, թե այն սցենարը, որը որ Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից եւ հարձակում գործել Հայաստանի վրա, դա եւս ոչ ոք չի կարող բացառել, այդ վտանգը եւս ցավոք սերտի կա, սակայն իմ համոզմամբ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ թե Իրանը եւս այս պահի դրությամբ ի վիճակի է զսպելու Ադրբեջանին, բայց մեկ կարևոր զգուշացում, այդ Հիհմետ Հաջիևի նման հայտարարություններ անողները հիմա միանշանակ կշատանան, նման հայտարարությունները շատ են հնչելու Հայաստանից միջանցք են պահանջելու եւ տարբեր այլ պահանջներ են սկսելու ներկայացնել Հայաստանին։ Ես չեմ բացառում, որ Ալիևը եւս սկսի ռազմատենչ հայտարարություններ կրկին անել Հայաստանի հասցեին, սկսեն կրկին կրակել Սյունիքի ուղղությամբ եւ ապա տեղեկատվություն տարածել, թե իբր հայկական կողմը եւս կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ահա այն ռիսկերը, որոնք որ ես պատկերացնում եմ, որ իրոք կան եւ իրականությանը պատասխանում են։ Կա նաեւ ռադիացիայի վտանգ, բայց չեմ կարծում, որ դա այդքան վտանգավոր է եւ կարծում եմ, որ դա ավելի շատ չափազանցված է։ Այս պայդրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, հիշեցնեմ կրկին լայքերի համար, ցտեսություն, կհանդիպենք։